Բարերկո սիրելի ֆուտբոլասերներ, ավելի YouTube-յան ալիքում վերսվում է Էլիտ լիգայի հերթական տուրի Ինտեր Կադիս հանդիպումը։ Թիմերը քիչ անց սկսեն հանդիպումը, արագորեն ներկայացնեմ կազմերը։ Ինտերը հետևյալ կազմով է դուրս եկել խաղադաշտ, դարպասին Ղազարյանն է համար 1, պաշտպանությունում Մանուկյան համար 23, Տեր Խաչատրյան համար 5, կիսապաշտպաններն են Ղարիբյանը համար 6, Դավթյանը համար 7, Մնացականյանը համար 11, իսկ հարձակման գծում խաղա Նավասարդյանը համար 10։ Կադիսը հետևյալ կազմով է դուրս եկել խաղադաշտ, Ստեփանյան համար 1, պաշտպանությունում Ավետիսյան համար 5, կենտրոնում Ջուլակյան համար 23 և փոքրինչ ավելի աջ Դուրգարյան համար 3, կիսապաշտպանությունում 27 համարով Շիրխանյանը, 80 համարով Ֆիդանյանը և 17 համարով Խաչատրյանը, հարձակման կարգագծում էլ 19 համարով խաղա Մարությանը։ Սկսված է հանդիպումը, Կադիսի ֆուտբոլիստներն են գնդակով փորձում են կառուցել թիմի առաջին գրոհը։ Աչեզրով Խաչատրյանն է փորձում փոխանցել դեպի Տուղանային հրապարակ։ Եզրից նետում վերսված է հանդիպումը, տարի ֆուտբոլիստները խելում են գնդակը, հիմա վտանգավոր կարող է լինել, Խաչատրյանն է ձախեզում մտցնել գնդակը, Խաչատրյան ձախից խաղանկերը միանում է, հասնում է գնդակին Դավթյանը, Դավթյան լավ է պաշտպանվում Կադիսի 17 համարը, Խաչատրյանը, Մարության հարվածի դիրք ստեղծեց իր համար Մարությանը, փոքրինչ շեր և հարված Ղազարյանի պաշտպանած դարպասից, Ղազարյանը արագորեն գնդակը ունցրեց խաղի մեջ, կարճ խաղարկումով, Ինտերի ֆուտբոլիստները պաշտպանությունում պարկում են գնդակը, դիրքային գրափորձում կառուցել աչեզրում Մնացականյանն է ընդունել գնդակը, դեպի կենտրոն Աթանյանը խաղում է դեպի ձախ Հաց, փոքրինչ անաջար Ավետիսյան խաղում է Ֆիդանյանի հետ Ֆիդանյան Ջուլակյանը խաղում է Դուրգարյանի հետ Խաչատրյանն է ընդունել գնդակը Մեծ փոխանցում է անաջար Ինտերի հակագրով ևս չենք տեսնի խաղթում Կադիսի Ֆուտբոլիստը խաղթել է կանոնները Ինտերը Վերսկսի հանդիպում դաշտի կենտրոնից Անյան արվածի փորձ և Որպասապա Որսում է գնդակը Արշևում երկար փոխանցում դեպի Խաչատրյանը, չի ստացվում, Ինտերը փորձում է հակագրոհել Դուրգարյանը
Գտնում է անկերոջ իսկ Մարությանի հարվածը հաջող չէր, սակայն դարպասապա եկրետ կորցից որսան գնյակը խլում են կադիսի ֆուտբոլիստները գնդակը կարող էր հետաքրքիր գրով զարգանալ, բայց այթակեց Ֆիդանյանը և հիմա ինտերի հակագրողը Անյանն էլ կորցնում է գնդակը արագորան Անցում Ֆիդանյան, անցում է գնդակը Ֆիդանյանը Հիմա կադիսի ֆուտբոլիստը բավական գեղեցիկ գոլ հեղինակ է դառնում 28 համարը Շիրխանյանը օգտվեց մրցակցի սխալից և հաշիվը բացված է 1-0 Դերսված է հանդիպումը, տեսնենք ինտերի տղաները ինչպես արձագանքի են պատասխան ընդունած գոլին Կադիսը արագ գոլ է խփում ու բացում խաղի հաշիվը Ֆիդանյան Ֆիդանյանը չգիտեմ թե ուր է փոխանցում Աչեզրում գրան Փորձում կառուցել ինտերի տղաները Օհանյանը կենտրոնում փորձում է ազատ գոտի ստեղծել ու փոխանցում բանջել, սակայն Կադիսի 3 պաշտպանն է շրջափակել են նրան, անկյունային կլինի միայն Պապանում է գնդակը ինտերի ֆուտբոլիստը դաշտում, Դավթյան հարվածել կարելի է Ուրցնում է հարվածի պա Դավթյանը Իսկայ Կադիսը կարող է շատ վտանգավոր հակագրով զարգացնել հարվածի փորձ ու փակում է պաշտպանը Առաջին անկյունայինը Կադիսի կատարում է Հորցից դեպի տուգանային հրապարակ, ինտերի պաշտպանները տեղում են Ավդալյանի ուղղությամբ փոխանցում, սակայն Կադիսի ֆուտբոլիստները չեզոքացնում է սպառնալիքը Առաջից ընդունում է գնդակը Հակոբյանը Չեզրում Կադիսի տղաները հերթական գրողն են հարցում փոխանցում են բավական ուժեղ էր Աչեզրում ընդունում է գնդակը ինտերի 10 համարը, բայց ազդուրած սա անկում էր, որն ամենակարևորն է մաքուր, սա անկում էր Ջուլակյանի կողմից Հակագրոյի փորձ, հիմա կարող է վտանգավոր լինել, հեռվից է որոշում հարվածել այս անգամ Շիրխանյանը
փոքրինչ շահությամբ գնդակը։ Հեռանում է դաշտի սահմաններից։ Հարված ինտերի պաշտպանած դարպասից կարճ խաղարկում, կենտրոնում պաշտպանության խաղարկում են ինտերը ֆուտբոլիստները։ Ակամ բարդությամբ են վերջին րոպեներին դուրս գալիս պաշտպանությունից ինտերի ֆուտբոլիստները հիմա Ֆիդանյանի հարվածը շատ լավներ, բայց դարպասապահը փայլուն սեյվ է իրականացնում ուղղակի հեռացնում են հիմա ինտերի ֆուտբոլիստները գնդակը, ևս մեկ փորձ, Ֆիդանյանը աչեզրում ընդունում է գնդակը դեպի ձախ, Շիխանյան, ձախից տարբերակ ունի, խաղանկերը միանում է Ավետիսյան, հակում են փոխանցման ճանապարհը, Եղեցիկ էր փորձում գործել ինտերի ֆուտբոլիստը, սակայն խլեցին նրանց գնդակը, Ֆիդանյան դեպի Ավդալյանը ու եզից կշարունակ են Գադիսի ֆուտբոլիստները մնալ գնդակով Ֆիդանյան դեպի Տուգանային հրապարակ, Շիխանյանը հակադարձ եզրից ընդունում է գնդակը, հարվածի պահ է փնտրում իր համար գտնում է պահն ու փոքրինչ շեղությամբ ընթանում է գնդակը Ձախից բացվել է դավցանը, բայց խանքերները չեն նկատում Խանքերը ճարած խաղացում է, կորցնում են գնդակը, սակայն նույնը անում է նաև Կադիսը ԵՒս մեկ դիրքային գրոյի փորձ Դավցանը ձախ եզրում ազատ, ընդունում է գնդակը Աչեզրում կարող է վտանգավոր լինել, բայց չկարված, գուցե հիմա, ոչ կակում են պաշտպանները, երորդ տեմպով է գրո ընթանում հարվածը բարձր է Կարող են Գադիսի ֆուտբոլիստները պաշտպանությունից դուրս գալիս և հիմա կարող է վտանգավոր ստացվել, բայց Ջուլակյանը պաշտպանությունում լավ է աշխատում և միայն անկյունային կլինի Հավեսարիձյանը խաղարկում է Դավթյանի հետ, արագորեն խաղարկեցին անկյունայինը, հիմա եզրում կկատարեն, հետում կկատարեն եզրի խնողոցը Մակարյան Մակարյանն է գնդակով Սուր փոխանցման փորձ, որը որ կանխված է, հիմա կարող է վտանգավոր լինել, 3-1-ի դիմաց ու դարպասաձողն է փրկում վերահաս գոլից, հիմա Շիրխանյանը կարող էր դուբլի հեղինակ դառնալ, բայց մարզական բախտը չի ժպտում Կադիսի 27 համարին, ինտերը հիմա կարող էր գործածել ֆուտբոլում չգրված օրենքը, բայց ինտերը ֆուտբոլիստի մոտ էլ չի ստացվում հարվածը Հաշիվը շարունակում է մնալ 1-0 օգուտ Կադիսի Ջուլակյան Տիրանյանց ներեցավ գնդակը Ինտերը կնետի եզրից
Մակարյան, պաշտպանության ձախեզրում ցնում է գնդակը, միացել է գրոհին։ Այս հանկերները կելքին հետ են ուղարկում գնդակը։ Հիմա գուցե ինչ-որ բան ստացվի։ Հարվածել կարելի է, հարվածում է Ինտերի 9 համարը և Արպասապա փրկում է դրությունը։ Շիրխանյան ձախեզրում ցնում է գնդակը, արագությունը զարգացնում, շատ լավ բաց թողեց գնդակը Ավդալյանը։ Հիմա էլ փորձում էր ընդունել, սակայն չստացվեց։ Դիաչ փոքրինչ ուժեր Ֆիդանյանի համար։ Գնդակ է Ինտերի ֆուտբոլիստները գնետեն եզրից։ Մակարյան Հետը խաղում Մակարյանը Կարելի հարվածել Նավասարդյան, փոքրինչ բարձր էր և շեղ Ընթացքից հարվածեց Ժամանակ չկար գնդակը մշակելու, պաշտպանը հասնում էր հետևից Բայց հարվածը անհաջող էր Ստեփանյանը կմցնի գնդակը խաղի մեջ Կիրքին կարճ խաղարկում Շիրխանյան Շատ լավ փոխանցում է Շիրխանյանի կողմից, բայց Խաչատրյանը լավ չընդունեց գնդակն ու վտանգավոր տա որպես այդպիսին չստացվեց Խաչատրյանին փոխարինում է Մարությանը Լավ է հավաքում հիմա գնդակը Գադիսի պաշտպանը Շիրխանյան Աղցանն է խլում ու փորձում արագ հակագրոհ զարգացնել, բայց պաշտպանությունը աշխատում է նաև Շիրխանյանը Կարծես ամենուրեք է դաշտում Գադիսի 27 համարը Խաղթեց Մարկարյանը կանոնները Դեպի Ավդալյանն էր փոխանցումը, սակայն ինչ ուժեղ էր Արցից դեպի Արցակվորների գոտի, բայց երկրորդ հարկում Գադիսը վերահսկում է իրավիճակը Վտանգավոր է, գրավել է Պետր պասը ու շատ վտանգավոր էր ու պաշտպանը փրկում է վերահսկողից կարելի ասել Ինտերին կարող էր Մարության հաշիվը 2-0 դարձնել Դավթյան, լավ է պաշտպանվում Դավթյանը Հլում է գնդակը Ֆիդանյանը, բայց փոքրինչ առաջ նետեց, մնում է գնդակը Ֆիդանյանի մոտ Բայց Եկև սխալներ են հիմա Դաշտում Շիրխանյանը ևս կորցնում է գնդակը ու հիմա Ինտերն էլ իր հերթին է փորձում հակագրով զարգացնել, սակայն չի ստացվում Գնետեն եզրից Ինտերի ֆուտբոլիստները Անես դարպասից Նախեզրով գրահար, Շիրխանյանը մնում է գնդակով, բայց Ինտերի պաշտպանը
Ճիշտ էր ընտրել դիրքը ու հիմա Գնդակով են ինտերը ֆուտբոլիստները Վիդանյանի շրջանցում է Մարգարյանը շարժվում է առաջ, բայց խաղանկերը օգնեց Վիդանյանին Ավարսարձյան, ասավ գնդակին Մարգարյան գրավել է պետ դար պասը, բայց փակում է հարվածի ճանապարհը Այվանձյանը 4 համարը Կադիսի Գրող շարունակ են ինտերը ֆուտբոլիստները, եզրից նետումը կատարված է Փոխանցում հակադարձ եզրու Ակրոբատիկ ոճի հարված էր Փորձում կատարել ինտերին համարը Հարված է շեղեր Փորձում են Կադիսի ֆուտբոլիստները պարզ իրադրությունում գնդակը ու հիմա ինտերը կարող է պատժել մրցակցին Ղևոնդյանը քիչ էր մնում ինքնագոլի հեղինակ դառնալ Վերջին րոպեներին ինտերը կարծես թե ճնշել է մրցակցին Վնասվածք ունի դարպասապահ կանգնեցնել է պետք է հանդիպում է ինչը վանում է հանդիպան գլխավոր մրցավար Գարիկ Բեգյանը Միջամրակայև Հարաթանյանը վերսկսում է հանդիպումը Կաշկարկումներ Շարունակում է գրող ինտերը Վնասարձյան Շացված պատխարկել և հիմա Շիրխանյանը 3-3-ի դիմաց Գադիսի գրողն է սկսում Վերցրեցին, պահը կարող էր տանգավոր լինել, բայց դանդաղեցին հակագրոհելիս ու Միայն եզրային հետում Ֆեդյան Ֆեդյանը խաղում է Ավդալյանի հետ, Ավդալյանը կորցնում է գնդակը և հիմա ինտերի հակագրողն Ավասարդյան, Մարգարյանը ձախից, աչից Վարդանյանը դեպի Վարդանյանը, բայց դարպասապահության տերն է Շիրխանյան, ընդունում է գնդակը Շիրխանյանը, շրջվում է Հարվածի դիրքը փնտրում, Վարդանյան հարմարացնում է աչվոտքին ու գոլ Գոլ Շիրխանյանը դուբլի հեղինակ է դառնում, երկու գնդակի առավելություն ապահովելով իր թիմի համար 2-0 Վերցված է հանդիպումը Կարեն Շիրխանյանի դուբլի շնորհիվ Կադիսը երկու գնդակի առավելություն ունի Առաջի խաղակեսի վերջնամասում Ավելին Ավդալյանը մտադիր է ավելացնել առավելությունը ևս մեկ փոխանցում Շիրխանյանի ուղղությամբ գրավել է պետք դարպասը ոչ Ինտերի հակագրողը ձախեզրով Դավթյան Կարունձանը Պետրուսյանը համատեղ ուժերով Խելում են գնդակը Ավասարդյան Շրջանություններ է գնդակն Ավասարդյանը, Մարգարյան Ձախից Դավթյանի տարբերակը կա, աչից Մյուս խաղանկերոջ, ինտերը երրորդ համարն է գնդակով, բարձրից դեպի տուգոնային հրապարակ Կես փոխանցում, կես հարված, կարող է նաև դարպասի գրավում լինել
Առանց որևէ մեկին հպվելու, բայց գնդակը փոքրինչ շեղությամբ անցավ դաշտի սահմանները ու հարված կլինի Կադիսի պաշտպանած դարպասից։ Ջան Հակոբյանն գնդակը աչեզում, դիմավորել են նրան Ինտերը երկու ֆուտբոլիստներ, բայց Հակոբյանը ազատվում մրցակիցների իսկողությունից Ավդալյան փոխանցում ուժեղ էր Հակոբյանի ուղղությամբ ու Գնդակով կլինեն Ինտերի ֆուտբոլիստները Մակարյան Արսանյության փոխանցում Սարձանը ԵՒս մեկ հարվածի հնարավորություն ու հիմա Նավասարձյանը կարող է կրճատել հաշվի տարբերությունը գլխով հարվածը Վարդանյանը ևս շատ վտանգավոր էր վտանգը դեռ չի ավարտվել Դավթյան հարված եւ ինչ է կատարվում հիմա 3-4 տեմպ ստացավ գրոհը ու Դարպասապահը փրկում է բոլոր դեպքերում վերահաս գոլերից Անկյունային կլինի Առաջի խաղակեսը մոտենում է ավարտին, Ինտերը փորձում է Անդերցյանի ճանապարհին մեկ գնդակ խփել ու հիմա շատ մոտ էր դրան, բայց լսվում է մրցավարի սուլիչը եւ թիմերը հեռանում են հանգստի, հանգստանանք նայում ենք եւ կվերադառնանք քիչ անց Սկսվում է Կադիսի Ինտեր հանդիպման երկրորդ խաղակեսը, հիշեցնեմ առաջին կեսից հետո Կարեն Շիրխանյանի դուբլի շնորհիվ Կադիսը հաղթում է 2-0 հաշվով տեսնենք ինչ կառաջարկեն թիմերը երկրորդ խաղակեսում Շիրխանյանը Ավդալյանի փոխանցում ուժեղ էր, բայց Պետրոսյանը հասնում է գնդակին դեպի աջ Խաչատրյանի համար Ուժեղ փոխանցումը Մակարյան Վաչան սկսել է Ինտերի ֆուտբոլիստները երկրորդ խաղակեսը Անկյունայինի հնարավորություն ունեն Ինտերի տղաները Ստանդարտից ինչ-որ բան ստացվի Վարդանյան ԵՒս մեկ անկյունային կլինի Վարդանյան Սխալվում են Ինտերի ֆուտբոլիստները և հիմա կարող է վտանգավոր լինել Շիրխանյան Դրախ եզրում Ընդունես գնդակը տեղափոխվեց դեպի աջ, հիմա Ավդալյանը կհասնի գնդակին ոչ Շահում է դիրքը Ինտերի եզրայինը Ավելին Ինտերը կփորձի հակագրոհել Դավթյան Մակարյան Դասիստը ձախից տարբերակ ունի, խաղում է դեպի աջ, Վարդանյան Լավ է պաշտպանվում Պետրոսյանը և Ջուլակյանը ևս միամուր ուժերով խլեցին գնդակը, հիմա 4-2-ի դիմաց, արագ հակագրոհի փորձ Շիրխանյան ձախից ազատ է խանկ է, շատ թույլ է փոխանցումը Պետրոսյան Ինչ առաջ է թողնում Պետրոսյանը գնդակը Ջուլակյան Դարպասապահ, ապով է խաղում Ջուլակյանը Իգարյան Աչետանը խաղում է աջ, Ավդալյան Արված, վատը չեր արված է ու Փոքրինչ շահությամբ ընթանում է գնդակը Դիմային գծից Դավթյան Պեկին տարզում եք սխալ, բայց այս անգամ
Ստացված Գադիսի ֆուտբոլիստների մոտ։ Օգտվել սխալի, չգնացում է Խաչատրյանին Մարգարյանը։ Անցնում դեպի աջ։ Վարդանյանը դարձան, Մարգարյան։ Կյանցնում փոխանցում է Մարգարյանի։ Իլխանյան։ Աչից տարբերակ ունի, տարվում է անատական խաղով ու կորցնում գնդակը Իլխանյանը։ Մարգարյան։ Դարձան։ Ընկավ գրոյի տեմպը, դարձանը լավ չկասեցրեց գնդակը ու միայն դիրքային գրո ինտերի կատարմամբ։ Ակին Մարգարյան։ Խանում են գնդակը Գադիսի տղաները, Խաչատրյան, Վարդանյանը մնում է գնդակով, աչ եզրից կրունկով շատ գեղեցիկ փոխանցում է Դավթյան։ Ինչ է ցույց տալիս մրցավարը, շարունակել է պետք ցույց է տալիս մրցավարը։ Իսկ Գադիսի ֆուտբոլիստները չեն շարունակում գրոհը, վառ համակարգի օգնությանը կդիմի Գարիկ Բեգյանը։ Բեգյանը մնում է իր որոշմանը, տեսագրությունը դիտելուց հետո չի նշանակում 11 մետրանոց, և եզրից կվերսկսվի հանդիպումը։ Ֆերփլեյի խաղի կանոնների համաձայն Ինտերի ֆուտբոլիստները վերադարձեցին գնդակով Գադիսին, Նավելյան։ Հիմա վտանգավոր որ կարող է լինել, բայց Խաչատրյանի հարվածը թույլ էր։ Գնում է գնդակը Մարությանը, բայց Արագոնի նորից կորցնում են Գադիսի տղաները։ Արկան շատ է խոտանը խաղադաշտի կենտրոնում այս պայն։ Մեկը մյուսի հետևից սխալներ են թույլ տալիս։ Ընկավ բավականին խաղի տեմպը, առաջին խաղի կեսում շատ ավելի ուրախ ֆուտբոլ էինք դիտում։ Հիմա շատ ավելի ցածր է տեմպը, իհարկե սա ձեռնտու է միայն Գադիսին։ Փոխանցում Մարգարյանի ուղղությամբ, կգտնի հարվածի պահ, փոխանցում է խաղընկերոջը։ Փակում են հարվածի ճանապարհը ու հիմա Շիխանյանը սկսում է թիմի գրոհը, Հակոբյանը ձախից, աչից ևս կար տարբերակ, բայց Մարությանը կարվում է անատական խաղով ու կորցնում գնդակը, լավ է պաշտպանվում Հակոբյանը, փակեց հարվածի ճանապարհը, Դավթյան, ձախ եզրում ու գոլ։ Գոլ կրճատված է հաշվի տարբերությունը, Ինտերը 2-1 է դարձնում խաղի հաշիվը, Վարդանյանն է գրավում դարպասը, 2-1։ Հեսված է հանդիպումը, Ինտերի խփած գնդակը կարող է հիմա դեկումը ցնել խաղում, կարող են ոգևորվել Ինտերի ֆուտբոլիստները հաջողությամբ ու փորձել նաև երկրորդ պատասխան գնդակը խփել, տեսնենք ինչպես կարձագանքեն նաև բաց թողնված գոլին։ Գադիսի ֆուտբոլիստները անշուշտ Վարդանյանի խփած գնդակը բավական հետաքրքրություն է մտցրել խաղի մեջ ու հիմա շատ հետաքրքիր վերջնամաս ենք տեսնելու։ Մարգարյան։ Արվատի փորձ, շոր, Ֆիդանյանի հարվածը։
Խաղում են սեփական կիսադաշտում Ինտերի տղաները, բայց վերջին փոխանցումը դեպի Շիխանյանը անհաջող էր։ Սուլում է մրցարարը։ Ողտում հարցակվելիս և դակով կելին են Ինտերի ֆուտբոլիստները։ Ագոն է խաղարկում գնդակը Մարգարյանի հետ, աչից կա տարբերակ։ Հարցակն է կրակագից է, բայց շրթարկում։ Մարգարյանը դրության տերն էր։ Մարգարյանը ազատվում է երկու մրցակիցների շրջափակումից արդեն երկրորդ։ Սահակումը մաքուր չէր և մրցավարը արձանագրում է խախտումը։ Գլինի ուղի խարված, շեղր, հաց այդ աշպանը պակեց, Մարության, վերցրել Վարդանյան, հարվածը, Ստեփանյանը կմտցնի գնդակը խաղի մեջ։ Պայքար երկրորդ հարկում։ Հելում է Ֆեդանյանը գնդակը երեցի քնարք հարված և ուժով էր հարվածը, բայց ուղիղ դարպասապայի վրա։ Ֆեդանյան, Նավասարձյանի հետ է խաղում։ Դեպի աջ, Գարանթարյան։ Չի հասնում գնդակը Նավասարձյանին, Խաչատրյանը խելում է գնդակը, հիմա հեռացնել է պետք։ Զուլակյան, շատ լավ դուրս եկան պաշտպանությունից Կադիսի ֆուտբոլիստները, բայց Պետրոսյանը հապաղեց ու կորցրեց գնդակը, Ջուլակյանը ևս մեկ անգամ ազդուրած է խաղում, հիմա Ֆեդանյանը կարող է փակել բոլոր հարցերը, բայց պաշտպանում Ինտեր 22 համարը, Մարգարյան, ձախից կա տարբերակ, Մարգարյանը որոշում է հարվածել։ Ակում են հարվածի ճանապարհը։ Նասազյան։ Եզից կնետեն Ինտերը ֆուտբոլիստները ցույց տալիս մրցավարը։ Հարվածի պահը ման գալիս իր համար Ինտերի 4 համարը, փոխանցում կատարեց դեպի ձախ, բայց ուժեղ էր փոքրինչ ու գնդակը Վարդանյանին չհասավ։ Դարպասապայի սխալից կարող էր օգտվել Մարգարյանը, երկու մեկ հաշվի պարագայում նման լարված իրավիճակում այսպես խաղարկել գնդակը լավական վտանգավոր է։ Շիխանյան շրջանցում է մեկը մեկի մրցակցին, փոխանցում է կատարում Խաչատրյանին, Խաչատրյանը հարվածում է դարպասապայի վրա, երկրորդ հարված չկայացավ, Ջուլակյանը աշխատում է պաշտպանությունում, Պետրոսյան, Ֆեդանյան, նորից Պետրոսյանը մաքրում է, ձախից կա տարբերակ, ինչ է ցույց տալիս մրցավարը, սուլում է, կա խախտում արդյոք։ Չկա խախտում, վիճաբանական կլինի Ինտերի ֆուտբոլիստները շարունակ են մնել գնդակով։ Կարող էր հիմա Նավասարձյանը հավասարեցնել հաշիվը, ոչինչից ստեղծվեց պահը։
Իպուքարովացի դեպքում կարող ենք լուսատախտակին հավասար հաշիվ տեսնել, Շիխանյան Ֆեդանյանն է ընդունում գնդակը, դեպի Խաչատրյանը, Խաչատրյանը մնում է գնդակով, Ֆեդանյանի հարվածը շեղ է։ Մոտ տպավորություն է, որ մենք դեր գոլ տեսնելու ենք, կամ ինտերն է հավասարացնելու հաշիվը, կամ էլ հակագիրոյի վրա արցակցին որսալու է Կադիսը, ակտիվ են երկու թիմերը։ Սարձանը իրաց դուգանային է տեսնենք ինչամետացել նավասարձանը կլինի ուղի խարված թե փոխանցում դեպի խաղանկերները դուգանային հրապարակը մարդաշատ է ուղի խարված շեղը հարված դարպասից ցույց է տալիս մրցավար չնայած ինտերը ֆուտբոլիստները անկյունային էին պահանջում Մոգոտ Ստեփանյանի պաշտպանած դարպասից Նորից կարճ խաղարկումով են Կադիս ֆուտբոլիստները դուրս գալիս պաշտպանությունից հենց պարզումակ սխալ է թույլ տալիս Խաչատրյանն ու հիմա Ինտերի ֆուտբոլիստները ևս մեկ շանս կստանան հաշիվը հասարացնելու Նավասարդյան, Դավթյան Պաշտպանում Ջուլակյանը, իսկ հիմա Շիրխանյանը Ֆայցակտային արագությամբ նետվում է առաջ փոխանցումը լավն է դեպի Ավդալյանը, Ավդալյան Ինչ է ցույց տալիս մրցավարը, Վարսանալը պետք Սստե Ավդալյանը Ասվածք է ստացել, բայց շանակ է հանդիպում, ամեն շկարքին է Եվ ինք հարտ է ստանում Ավդալյանը Մրցավարի հետ վիճաբանելու համար Երևտական գրա Ավդալյան, ևս մեկ գրոյի փոր, ձախեզրում Խաչատրյանը, հաշեզրում Շիրխանյանը, Շիրխանյանին դեպի կատարից փոխանցումը, բայց բավական թույլ էր Գրավել է պետար պաստու գոլ, Ավդալյանը 3-1 է դարձնում հաշիվը ու Դեղին քարտ ստանալուց ընդամենը 1 րոպե անց, նաև աչքի ընկնում խփած գնդակով 3-1 Տումը 3-1 Կադիսը հարմարով է տարավերությունը ստացել Ինտերի ֆուտբոլիստներն էլ շտապում են Երևս գոնը կրճատելու հաշվի տարբերությունը Մակարյան Փորձում են գնդակը ինտերի տղաները Շիրխանյան Գերեցիկ է խաղում Շիրխանյանը 3-2-ի դիմաց Շիրխանյան Դեպի ձախ Ավդալյան փոխանցում Խաչատրյան Խաչատրյանի հարվածը թույլ էր, բայց գնդակը Անկյունային է հեռացնում Վազալյանը չկարողացավ որսալ ու Կադիսը հերթական ստանդարտը կիրացնի Իրացված է անկյունային է Ջուլակյանի ուղղությամբ Ավդալյան գրավել է պետ դարպասը Հեռացնում է գծի վրայից պաշտպանը շատ վտանգավոր է երկու ռեալ գոլային պա մեկ գրոյի ժամանակ Ֆեդանյան
Հնում է գնդակը Կադիսի 80 համարի մոտ, պակված է հարված է, Մարկարյան աչից Նավասարդյանը բացվել է, Մարկարյանը միայնակ շաշվում է առաջ, ստանում է ինտերի 10 համարը գնդակը, Ավդալյան, Մարկարյան, դե գրավել է պետ դարպասը, ոչ, պակում են հարվածի ճանապարհը, Ջուլակյանն է ստանում գնդակը հարցակման աչ եզրում, Փորձնում է գնդակը Ջուլակյանը, Աչից տարբերակներ ունի, բայց ուլ էր փոխանցում է Շիրխանյանը, սալեց գնդակը փոխանցման պահ, վատարված էր փոխանցումը, բայց միայն անկյուն էին, սարեց անկյունը, այդ շարժերը փոխանան դեպի ձախ շարված Շիրխանյանն ու լավագույնը կարող էր փոխանցում կատարել այդ դիրքից, փոխանցումից հետո անկյունային հինարություն շահեց, հիմա հասնում է գնդակին ինտերի համարը, բայց Ֆեդանյանը խլում է գնդակը, սանկման փորձ, գնդակով շարունակում են մնալ Կադիսի ֆուտբոլիստները, Խաչատրյան, Ջուլակյան, հարված ու գոլ, գոլ գնդակը դարպասում է Ջուլակյանը ևս աչքի է ընկնում, բավական լավ տպավորություն թողեց այսօր Ջուլակյանը պաշտպանությունում ու նաև գոլի հեղինակ է դառնում Կադիսի պաշտպանը, Հաշիվը դարձնելով խոշոր։ Չորս մեկ հաղթողի վերաբերյալ բոլոր հարցերը հանված են։ Եկ հարցը հիմա մնում է թե ինչ հաշվով ավարտվի հանդիպումը։ Ֆեդանյան ևս մեկ գրոյի փորձ Կադիսի կատարմամբ։ Կան դեպի Ավդալյան, Ջուլակյան, կտեսնենք հետրիկ թե ոչ, փոքրինչ շեղեր։ Ինչ է ցույց տալիս մրցավարը, անկյունային կլինի։ Մեծ հաշվին բավական մարդաշատ է ինտերի տուգանային հրապարակը, Ավդալյանը պատրաստ էր հիմա կրկնել Կրիշտիանո Ռոնալդոյի հանրահայտ գոլը, բայց դարպասապա դեմ էր որսած գնդակը Ֆեդանյան, լավ է խան Ֆեդանյանը, գնդակը հենց ինտերի ֆուտբոլիստից է լքում դաշտի սահմանները Շիրխանյան, Ավդալյանը ձախից, աչից նաև մյուս խաղանկերն է միայնակ փորձեց վճռել դրվագի ելքը, բայց դարպասապա տեղում էր, Ֆեդանյանը նորից հավաքում է գնդակը հենակետայինի դիրքում ու շարժվում առաջ, Մարկարյանն էլ այստեղ խլում է գնդակը, կարող է վտանգավոր լինել, բայց գրոհի արագ զարգացում չհաղորդեց Նավասարդյանը, Մարկարյան Ուժային պայքարն առաջարկում հիմա Կադիսի ֆուտբոլիստներն ու ինտերի ֆուտբոլիստի փոխանցումը չի հասնում հասցեատիրոջը Եզիտ կնետեն Կադիսի ֆուտբոլիստները Ֆեդանյան Աչից ունի տարբերակ Շիրխանյան Խաչատրյան հետ է խաղում Շիրխանյանը Խաչատրյան բարձր էր արվածը
Առաջին դրաններից մեկը հարված կլինի Հադիսի դարպասից Աչից Խաչատրյանն ընդունել գնդակը, փոխանցում Շիխանյան նկատել էր ձախ եզրում գտնվող ընկերոջը, բայց սայթակեց ու փոխանցումը չհաջողվեց, հիմա Ինտերն է վտանգավոր գրափորձում իրականացնել, կարճ խաղարկում, հարված, Անկյունային ամեն ինչ ճիշտ է Գադեսի ֆուտբոլիստից, գնդակը լքեց դիմային գիծը, Մարգարյանն առաջարկում է խաղարկել, թիմը գիծը չի հրաժարվում, բարձրից փոխանցում, շատ լավ հարված էր ու դե պետք է ավելացնել ու ինչ է, գոլ է թե ոչ, գոլ է, գնդակը դարպասում է, կրճատում են հաշվի տարբերությունը Ինտերի ֆուտբոլիստները 4-2 Արման Նավասարդյանի խփած գնդակը վերջին գործողություններ խաղի Գարիկ Բեգյանը ավարտում է հանդիպումը 4-2 բավական հետաքրքիր հանդիպում ստացվեց իսկ այսօրը պատրաստել ենք այսքանը ռեպորտաժը ձեզ համար վարեց Գևորգ Մկրտչյանը կհանդիպենք AFL YouTube-յան ալիքում